Ըստ երևույթին տեղի է ունեցել շատ սովորական հասարակ գործողություն, այսինքն այն ինչ ամբողջ քաղաքը խոսում է եւ համայնքապետարանի շենքում տիրող վատ մթնոլորտի մասին, ըստ երևույթին երեք արձանագրվել է այդ ամեն ինչը եւ տեղի չի ունեցել ինչ որ արտառոց մի դեպք։ Նման դեպքեր մենք տեսնում ենք 2021 թվականից ի վեր, դա արդեն սովորական երևույթ է, այլ բան է, թե ինչի հիմա, որովհետև ժամանակն էր, որովհետև այլևս որովհետև մեկը որովհետև կուսակցությունից կախված չէր, չկար այլևս նիստի կայացնելու խնդիր, որովհետև նիստը տեղի էր ունեցել եւ հիմա գնում է շարունակական process եւ այդ process-ը մոտ ապագայում շատ ավելի նկատելի կլինի, այսինքն այս դեպքում արդեն կարող ենք ասել, որ քանի որ քաղաքական process-ները նիստով պայմանավորված այլ ընթացք էին տալիս, հիմա այդ ընթացքը այլևս չկա եւ կարծում եմ մոտ ժամանակներից մենք կտեսնենք նաեւ որոշ պաշտոնյաների ձերբակալություն, բայց իհարկե դա չի լինելու հարցի էական լուծում։ Դուք ասացիք մոտ ժամանակներս կտեսնենք որոշ պաշտոնյաների ձերբակալում ենք, տեսել ենք արդեն մի քանի անգամ, բայց ձերբակալելուց հետո հաշված ժամերի ընթացքում նրանք ազատ են արձակվում, արդյոք կարող ենք ենթադրել, որ կամ մարդիկ անմեղ են, ինչ որ բանսարկության հետ գործ ունենք, կամ իրավապահ մարմինները ինչ-որ առումով թերանում են։ Ես կարծում եմ, որ քաղաքական առումով մարդիկ ուղղակի բնակչությանը թյուրիմացության մեջ են գցում, ինչի համար, որովհետև եթե իրավական դաշտով նայենք, իրավապահ համակարգը ըստ երևույթին, եթե չկա քաղաքական նպատակահարմարություն եւ քաղաքական հրահանգ, այս դեպքում պարզապես չի տանում ու ձերբակալում, այսինքն տանում են մարդկանց հարցաքննության, հավաքում են բոլոր հիմքերը եւ ուղարկում են հակակոռուպցիոն դատարան, որը կարող է տևել 1 ամիս, 2 ամիս նորմայի մեջ, էլի այդքան ժամանակ, այսինքն այդ դեպքում ուղղակի լինում է բացակայության արգելք, այսինքն երկրից բացակայելու արգելք են բոլոր մարդկանց, ովքեր անցնում են քրեական գործով, եւ փաստացի իրենք Հայաստանից այլևս դուրս չեն կարող գալ, այսինքն հետագա ընթացքում ուղղակի փախնել չեն կարող։ Այս դեպքում մշտապես կան որ նման երևույթներ տեսնում ենք, ինչի ես նշեցի, որ այլևս այդ քաղաքական նպատակահարմարությունը չկա, նախկինում հնարավոր էր բռնեին բաց թողնեին եւ նույնիսկ մնար ինչ որ ժամանակում անհետևանք։ Հիմա այլևս այդ նպատակահարմարությունը չկա Վանաձորում, քանի որ վերջին նիստը, որ պետք է տեղի ունենար, տեղի է ունեցել եւ այլևս չկա կապող հանգամանք այս դեպքում եւ իրավապահ մարմիններին, այսինքն չկա քաղաքական օրակարգ, չկա նաեւ իրավական օրակարգ եւ իրավական օրակարգը պետք է գնա իր հունով։ Այլ բան է, թե ինչա մատուցվում հասարակությանը։ Եթե հասարակությանը մատուցվում է, որ էլի մնալու է անհետևանք, դա ունի մի նպատակ առեզրկել իրավապահ համակարգի գործունեությունը։ Իսկ իրավապահ համակարգի գործունեությունը հաշվի առնելով, որ շատ հաճախ փոխկապակցվում է քաղաքական իրավիճակների հետ, ինքնին առեզրկված է եւ դրանով պայմանավորված հասարակությունը սկսում է չհավատալ այս process-ներին։ Մենք տեղեկացանք, որ 3 ձերբակալված ազատվածների մեջ կա նաև ավականու անդամ, այսինքն մանդատակիր, մանդատ կրող Վանաձորի քաղաքացի, իհարկե չհրապարակվեց նրա անունը, բայց մտահոգիչ է, որ անձը քաղաքապետարանում չի աշխատում, որոշակի պաշտոն չի զբաղեցնում, ոչ համայնքային, ոչ քաղաքական, սակայն լինելով ավականու անդամ, ենթադրաբար ներգրավված է կոռուպցիոն գործարքների մեջ, այո։ Այստեղ նորից իրավական առումով ընթացակարգը հետևյալն է։ Ավականին, ավականու անդամը եւ ավականին առհասարակ որպես ինստիտուտ ինքը կոլեգիալ մարմին է, այսինքն որոշումներ կայացնելու գործընթացում
դիրքորոշում հայտնելու համար ավականու անդամը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել եւ այդ թվում նաեւ հարցաքննվել։ Այլ բան է, այստեղ ըստ երևույթին գոյություն ունի գործով անցնող այլ հանգամանք եւ ես չգիտեմ իրական որ ավականու անդամն է եւ ինչով է պայմանավորված, բայց ենթադրում եմ, որ անհատական ինչ-որ հանգամանք է, որտեղ չեմ բացառում, որտեղ Վանաձորի ավականու վերաբերյալ ես որևիցե բան, այդ թվում նաև կոռուպցիոն գործընթացներում ներգրավում, չեմ բացառում։ Եվ դա վերաբերվում է Վանաձոր համայնքի բոլոր խմբակցությունների, բոլոր ավականիների։ Այսինքն բացառել որևիցե բան չեմ կարող։ Միևնույն ժամանակ, իհարկե, երբ որ ավականու անդամները այդքան հանդուրժող են լինում այն բացահայտ կոռուպցիոն գործընթացներին, որոնք որ տիրում է այդ համակարգում, հանդուրժողական լինելու համար պետք է որ լինի սեփական հետաքրքրվածությունը եւ ներգրավումը։ Ուստի ես կարծում եմ, որ հնարավոր տարբերակ է, որ կոռուպցիոն գործընթացներում նաև ներգրավված լինեն ավականու առանձին անդամներ եւ անցնեն այդ գործընթացներով։ Դուք ակնարկեցիք, որ ավականու նիստի խնդիր կարծես թե այլևս չկա, կարող ենք ենթադրել, որ այն մեծ տրցակ որոշման նախագծերը, որոնք ավականու անդամների սեղաններին էին դրված, այլևս կյանքի չեն կոչվի, դրանք յուրաքանչյուրը Վանաձորի քառակուսի մետրերով տարածքների մասին է եւ արդյոք այդ տրցակը կփոխանցվի հաջորդ գումարման ավականուն։ Ցավոք սրտի Վանաձորում եւ առհասարակ Հայաստանի համայնքներում մշտապես քաղաքական process-ները անհատական շահերի հիման վրա է կառուցված եղել։ Այդ անհատական շահերը շատ հաճախ նաեւ մոտիկ ծանոթ հարազատների շահերն են, այսինքն յուրաքանչյուր ավականու անդամ, որը որ գնում է ինչ որ մի բան անելու, շատ դեպքերում կամ մեծամասամբ կարելի է դիտարկել եւ տեսնել շահերի բախում։ Մենք ունենք նույնիսկ շահերի բախմամբ իրականացված որոշում, որը տարածքային կառավարման նախարարության կողմից շրջաբերականով անընդհատ գալիս է մարզպետարան եւ Վանաձորի համայնքապետարան պահանջով վերացնել շահերի բախումը, որը արդեն 2 տարի տեղի չի ունենում, այսինքն դա ապացուցում է, որ մեկը օրինակ Վանաձորում ամեն ինչ հենց անհատական շահերի հիման վրա է ստեղծված։ Այստեղ կարծել, որ հաջորդ ավականին չի ընդունի կամ կընդունի կամ գուցե նույնիսկ չքննարկի, դա կախված կլինի հաջորդ ավականու ընտրվելու շուրջ ձևավորված մթնոլորտը, քաղաքական մթնոլորտը, որովհետև եթե մենք ունենանք հաջորդ ավականին մոտավորապես նույն մոդելով, բնականաբար քաղաքը էլի շարունակվելու է վաճառվել, իսկ համայնքային իշխանությունները շարունակելու են լինել չարչի։